Արուջի վանք կամ Սուրբ Գրիգորիի տաճարը կառուցվել է 666 թվականին հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կողմից։ Եկեղեցին գտնվում է Երևան քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա գյուղի հենց կենտրոնում։ Շատ տպավորված եմ եկեղեցու ճարտարապետությամբ։ Երբ ներս ես մտնում, թվում է մտնում ես մի մեծ ամրոց ու ուր որը քեզ պետք է դիմավորի թիկնազորը կամ զորքը։ Եկեղեցու գմբեթն ամբողջությամբ ավերվել է, որն էլ մինչ այսօր չի վերակառուցվել։ Եկեղեցու խորանում պատկերված է Քրիստոսի համբարձման նկարը, որն էլ կիսով չափ մաքրվել է։ Ավերված գմբեթի վրա կային բազմաթիվ աղավնիներ, որոնք ըստ երևույթին ապրում էին հենց եկեղեցու ներսում։ Տաճարի բակում կան երկու կիսավերված վիճակում գտնվող ամրոցներ, որոնցից մեկը Գրիգոր Մամիկոնյանի սյունազարդ պալատն է։ Դրանցից մեկը եղել է եռանավ բազիլիկ եկեղեցի, որը հետագայում վերածվել է աշխարհիկ կառույցի։ Աննկարագրելի էմոցիաներ ես ապրում, երբ գիտես, որ այստեղ ժամանակին եղել է հսկայական ամրոց, եղել են իշխաններ և դու հիմա ուղղակի հանգիստ քեզ համար շրջում ես իրենց ամրոցում։ Ամրոցի ամբողջ տարածքում կային նման մեծ և փոքր անցքեր, որոնք նախկինում չգիտեմ ինչի համար են օգտագործել, սակայն այժմ ցավոք սրտի այն վերածվել է աղբամանի։ Նամանավանդ երբ այն գտնվում է եկեղեցու բակում, գալ այնտեղ և հոգալ սեփական կարիքներ, կարծում եմ շատ տհաճ է յուրաքանչյուրիս համար։ Խնդրում եմ ուղղակի մի արեք նման բաներ։ Նման պատմություն ունեցող եկեղեցիները և ամրոցները պետք է ամենայն ուշադրությամբ պահպանվեն, որովհետև այն մեր պատմությունն է։ Ի դեպ, այստեղ է գտնվում նաև Արշակունիների ձմեռոտ զորակայանը, որն էլ կարծում եմ հենց է, քանի որ իր մեծությամբ ավելին էր, քան մյուս ամրոցը, որպեսզի տեղավորվեր զինամթերքը, զորքը, ձիերը։ Տաճարի և ամրոցի բակում կային բազմաթիվ շիրմաքարեր, որոնց վրա գրված անունները անընթեռնելի էին, սակայն ըստ ենթադրության դրանք ամրոցում ապրող իշխանների և եկեղեցում ծառայող սուրբ հայրերի շիրմաքարերն են։ Ամեն անգամ այցելելով մի նոր վայր և ծանոթանալով տեղանքի պատմությանը, ես ավելի եմ կապվում իմ արմատներին ու հպարտությամբ լցվում, ու այն պետք է պահպանել գոնե մաքրությամբ։